մենք այնքան ունենք հոգևորականի պակաս, մեզ այստեղից դեռ 100 տարի է պետք, որ ցեղասպանությունից եւ խորհրդային տարիների ռեպրեսիաներից հետո մեր հոգևորականների պակասը բացը լրացնելու համար մեզ 100 տարի է պետք։ Պատկերացնում եք, չէ՞, մենք այդ տարիներին, խորհրդային տարիներին, յետխորհրդային տարիներին մնացել ենք առանց հոգևոր ուսուցչի, առանց քահանայի, առանց այդ հոգևոր գիտելիքի։ Եվ դա դրա դրսևորումն է։ Կրակի վրա ոչ թռնել, ոչ չթռնել, կրակին առհասարակ պետք չի որից է բովանդակություն ու նշանակություն տալ։ Սա տոն է, տիրոջն ընթառաջ, դյարն ընթառաջ, այո, եւ խնդրեմ, լուսաբանեք, որտեղ իմ խոսքին զուգը, ժողովուրդ խնդրում եմ վրայով մի թռեք, չի կարելի, չի կարելի, եկել եք եկեղեցի, ձեր աղոթք արեք, ձեր մոմը վառեք, ձեր խնդրակ, ոչ, դուք նորը ամուսնացած եք, բակի չէ, Շուտ ասաց։ Ժորժան, ոչ, տոնը, դյարն ընթառաջը, 40-օրյա մանուկ Հիսուսին տաճար բերելու մասին է, այս հիշատակության մասին է այս տոնը եւ տոնի առաջի օրը վաղն է, իրականում տոնը ամսի 14-ին է դյարն ընթառաջը եւ 1 օր առաջ կատարվում է նախատոնակ, մարդիկ առաջ նաեւ ելնելով կենցաղից իրանց առօրյայից այս շատ զբաղված երևի չեն եղել, կատարել են մեծ տոնախմբություն, խնջույք, խրախճանք եւ կրակավարվե եւ խարույկավարվե եւ կրակին ոչ մի բովանդակություն պետք չի տալ, այսինքն վրայով թռնել 3 անգամ, 7 անգամ, 15 անգամ, շուրջը ոչ մի բան պետք չի այդ կրակի հետ անել։ Դուք եկել եք եկեղեցի, արել եք ձեր աղոթքը, թող ձեր աղոթքը ընդունելի լինի եւ վաղը բուն տոնին առավոտ 10:30 մատուցվելու է Սուրբ եւ Անմահ Պատարագ։ Բոլորից սիրով սպասում ենք պատարագին եւ ընդ որում մեր Գարեգին II հայրապետի կողմից սահմանված նորապսակ, նորակազմ ընտանիքների օրհնության օրն է նաեւ դյարն ընթառաջի օրը եւ վաղը Սուրբ Պատարագի ավարտին քահանաները բոլոր նորապսակ զույգերին կատարելու են օրհնության կարգ։ Շնորհակալություն կրակին նշանակություն, այո, նշանակություն եւ բովանդակություն չտալու համար։ Եթե կուզեք Սուրբ գրքով Ժորժ ջան, հին ուխտի ղևտացիների գրքի մեջ Պաշտամունք է եղել հայկական։ Ժորժ ջան, եթե դրան բովանդակություն, ես խոսում եմ բովանդակության մասին։ Եթե դուք դրան բովանդակություն եք տալի, դա սխալ է արդեն։ Հիմա եկել եք